հարցերի համար Ասեք, լսում եմ։ Լավ, մի անգամից սկսենք այդ impeachment-ից ՀԿ-ի։ Այդ մասին ինչ եք մտածում, որ ուզում են impeachment նորից սկսել գործընթացը։ Չգիտեմ, չեմ կարող, խոճապի մեջ ենք։ Բայց ասացին նաև քվական Ես ձեզնից եմ իմացել, բայց պայքար են մտմտում ընդդիմադիրները, այսինքն Դավիթ Համբարձումյանը Հեսա ընտրություններ է, ինչ impeachment, ինչ փողոցային պայքար։ Հանրապետականի impeachment-ի գործընթացը նորից թեժացնում է, Եվ ԿՊ-ի պատգամավորների հետ այն զրույցը։ Գիտեմ, Նարեկ ջան, բայց չի ընտրություններից առաջ, ընտրություններին 6 ամսից առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենքով էլ չի թույլատրել։ Նաև մենք փողոցով եւ Հա, բայց հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ impeachment անեն։ Այսինքն կասկածում եք, որ չի ստացվի ժողովրդին փողոց դուրս հանել, պարոն Սիմոնյան։ Դե impeachment-ի զուգահեռ գործընթաց են համարում փողոցային պայքարը, դրա համար եմ հարցնում։ Իրենք դուք կասկածներ ունեք, որ մարդիկ դուրս կգան փողոց եւ ձեզ Ես էլ չգիտեմ իմաստը որն է, ես չգիտեմ հիմա ասենք, ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել, այս խելքով որ ունեն, այս անկեղծ զարմանում եմ, այո, թող սկսեն։ Բայց այդ մանիջանասը ԿՊ-ի պատգամավորների հետ եւս կան քննարկում։ Ասում եմ, ռեժիմը խոճապի մեջ է։ ԿՊ-ի բազմաթիվ պատգամավորներ գնացել են, այլ հարցեր, լուրջ հարցեր կան։ Ընտրակեղծիքների մասին, որ արդեն սկսել են ընտրակեղծիք։ Հանրապետականը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետականը, որը ընտրակեղծիքների համար ձեր իշխանության օրոք որևէ մեկը չի դատվել, այդ հանրապետական կուսակցություն որ ճիշտ պնդում ես անում, որ որևիցե մեկը չի դատվել, բայց ընտրական process-ներ եղել են 2021-ին եւ 2019-ին, եթե չեմ սխալվում, այլ ոչ թե հանրապետականի ժամանակ։ Իսկ այն ժամանակ ինչի հարցը նենց է տալի, ոնց որ ինչ որ մեկի մոտ տենց կասկած կա, հա, քո մոտ կասկած կա, որ միջև բա ուրենա այլ հարցակ խոսանք հեսա, բայց քո մոտ կասկած կա անձամբ, որ միջև այդ ընտրություններում օգտագործվել է կեղծարարություն եւ ընդհանրապես այդ բան ինչ որ մեկի մոտ կասկած կա։ իշխանություն, որ կաշառքի հետ կապված իմ մոտ կասկածներ չլինեն, պարոն Սիմոնյան։ Ես քեզ առաջարկում եմ քեզ հրավիրես ֆակտորի տաղավար հարցազրույց վերցնես, կարծում եմ հետաքրքիր կլինի։ հայտարարել է, որ